Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է օտարերկրյա 33 դեսպանի հավատարմագրերը եւ հանդես եկել ելույթով։ Պուտինի խոսքով Ուկրաինայում հակամարտության բռնկման պատճառը Ռուսաստանի արդարշահերի տևական անտեսման եւ ռուսական անվտանգությանը սպառնալիք ստեղծելու նպատակային կուրսի ուղղակի հետևանքն է։ Ռուսաստանի նախագահի խոսքով Կիևը եւ նրան աջակցող մայրաքաղաքները պատրաստ չեն երկարաժամկետ եւ կայուն խաղաղության։ Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս եվրոպական եւ գլոբալ անվտանգության նոր հուսալի եւ արդար ճարտարապետության կառուցման նախաձեռնություններով։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ սպառնալիք է ստեղծում երկրի անվտանգության համար եւ շարունակվել է ի հեճուկս տրված հրապարակային խոստումների։ Իտալիայի խորհրդարանը հաստատել է Ուկրաինային օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը մինչև 2026 թվականի վերջը շարունակելու մասին։ Քվեարկությունը տեղի ունեցել նախ ստորին պալատում, ապա վերին պալատում։ Իշխող մեծամասնության կողմից առաջարկված բանաձևով կառավարությունը պարտավորվում է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային ՆԱՏՕ-ի հետ համակարգված կերպով։ Փաստաթղթում ռազմական աջակցություն տերմինը չի ներառվում պարտավորությունների ցանկում, բայց առկա է ընդհանուր տեքստում։ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 20 միլիոն ֆունտ ստերլինգ կամ 26.7 միլիոն դոլար արտակարգ էներգետիկ օգնություն։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկ ոլորտում էլեկտրաէներգիայի լուրջ անջատումների պատճառով։ Այս ֆինանսավորումը կապահովի կենսականորեն կարևոր արտակարգ աջակցություն ամբողջ երկրում էլեկտրամատակարարման վերականգնման, պաշտպանության եւ արտադրության համար, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Գազայի խաղաղության ծրագրի հաջորդ փուլին անցնելու մասին։ Ինչպես հայտարարել է հատուկ դեսպանոր Սթիվ Ուիտքոֆը, մենք պաշտոնապես մեկնարկել ենք Գազայի համար 20 կետանոց խաղաղության ծրագրի հաջորդ փուլը, նշել է Թրամփը։ Ուիտքոֆը հայտարարել էր Գազայի հատվածի համար Միացյալ Նահանգների խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին, նշելով, որ ծրագրի երկրորդ փուլը ներառում է անցումային տեխնոկրատական Պաղեստինյան ինքնավարության ստեղծումը, Համասի զինաթափումը եւ հրադադարի վիճակից տարածաշրջանի վերականգնման անցումը։ Նույն օրը Եգիպտոսի, Կատարի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները համատեղ հայտարարեցին Գազայի կառավարման համար Պաղեստինյան տեխնոկրատական կոմիտեի ստեղծման մասին, որը կգլխավորի Ալի Շաաթը, ով նախկինում Պաղեստինի կառավարությունում զբաղեցրել է արդյունաբերական գոտիների գրանցման համար պատասխանատու փոխնախարարի պաշտոնը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեծ պատիվ է համարել Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյի հետ հանդիպելը եւ շնորհակալություն է հայտնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը իրեն հանձնելու համար։ Մաչադոյի եւ Թրամփի հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ։ Ինձ համար մեծ պատիվ էր այսօր հանդիպել Վենեսուելայից Մարիա Կորինա Մաչադոյի հետ։ Նա հիասքանչ կին է, ով շատ բանի միջով է անցել։ Մարիան ինձ հանձնեց Նոբելյան խաղաղության մրցանակը իմ կատարած աշխատանքի համար։ Փոխադարձ հարգանքի այսպիսի հրաշալի ժեստ։ Շնորհակալություն Մարիա, ասել է Թրամփը։